Պարոն Բաբոխյան, ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանն էլ կոչով է դիմել ընդդիմությանը, ասում է կամ միացեք Նիկոլ Փաշինյանին եւ ասեք, որ գնում ենք դեպի արևմուտք, կամ պարզապես հեռացեք քաղաքականությունից, որովհետեւ երկուսն էլ նույն բանն եք անում։ Ինչ կասեք այս մասին։ Նույն Մհեր Ավետիսյանն ասում էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ինքը ոչ իշխանությունից է, ոչ ընդդիմությունից է, հիմա ընդդիմությանն ասում է, թե ուր գնան։ Դեք ոնց ես ծանոթ եմ այդ հայտարարությանը, կան մարդիկ, ովքեր, ասենք, Նիկոլի գալուց իրան ողջունել են, ձեռքը սեղմել են, փաթաթվել են, պաճ-պճվել են, չգիտեմ ինչ են արել, հա։ Հետո ասել են մենք կամաց-կամաց հասկացել են, որ Նիկոլի կողքը այնքան էլ լավ չի, որ Երևան, հետո ասել են մենք, ասենք, ոչ քաղաքական ընթացքի մեջ չենք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, հետո այս կողմ, հետո այն կողմ, հիմա ընտրությունները մոտենում են, այդ մարդիկ սկսում են քաղաքական հայտարարություններ անել։ Իհարկե կարելի է ինչ քննադատել ընդդիմությանը, չգիտեմ, բայց դրա համար դու նախ պետք է մի անգամ գոնե կտրուկ հայտարարություն արածելնես Նիկոլի հանդեպ։ Ասես Նիկոլը, ասում չգիտեմ, դավաճան։ Այ ընդդիմություն, դուք ինչ եք սենց են։ Այդ պարոնը խոսելով ընդդիմության մասին չի նկատել կամ իրեն պետք չէր նկատել կամ ինքը խանդի տեսարաններ է ցուցադրել, չգիտեմ, բոլոր դեպքերում Հայաստանում կա այն ընդդիմությունը, որը արևմտյան ոչ մի նշույլ չունի։ Օրինակ, մեր շարժումը, ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ, որի մեջ մտնում են 5 կուսակցություն, 12 հասարակական կազմակերպություն եւ բազմահազար անդամներ եւ համակիրներ, հա։ Մենք ոչ մի անգամ չենք առիթ տվել կասկածելու, որ մենք, ասենք, գտնում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի Ռուսաստանի հետ ամենաջերմ, ամենասերտ եւ վստահելի հարաբերությունների վրա։ Հիմա պարոն Մհեր Ավետիսյանը կամ տեղյակ չի Հայաստանում ինչա կատարվում եւ հենց այնպես խոսում է, որպեսզի ազատի տեղ իր համար։ Կամ եթե տեղյակ է, ապա արդեն վաղուց մի 4-5 տարի առաջ պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի աջակցեր այն ընդդիմությանը, աջակցեր։ Ինքը ընդդիմություն չի եղել։ Ինքը ասում է ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ինքը աջակցեր այն ընդդիմությանը, որը Հայաստանում, այո, այսպես ասենք, հայամետ ազգային ընդդիմություն է, որը որ տեսնում է Հայաստանի զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ։ Բայց Մհեր Ավետիսյանը եւ իր նման շատ հայեր Ռուսաստանում մի կամ չեն օգնել, կամ չեն աջակցել, կամ չեն փորձել նույնիսկ մի քայլ կատարել այդ ուղղությամբ, կամ էլ հակառակը աջակցել են հակառուսական ընդդիմությանը, որի մասին պարոն Մհեր Ավետիսյանը ասում է։ Ես շատ անուններ կարող եմ այսօր տալ, Ռուսաստանի հայերը աջակցել են այն մարդկանց, ովքեր աշխատում են արևմուտքի վրա։ Բացահայտ, ոչ բացահայտ են աշխատում, ուրեմն կրկնում եմ, բոլոր նրանց, ովքեր Սփյուռքից փորձում են, այսպես ասած, անպագորգոր հայտարարություններ անել։ Եթե դուք չգիտեք ինչ է կատարում Հայաստանում, եթե դուք չգիտեք ով է Հայաստանում, ավելի լավ է լռել։